60 հեկտար աշնանացանանք կատարած, վեքատորությունն 228 ցենտներ ալի 28-27 նայած տեղեն լի 30 եւ շավ անգամ տվալա դա բերքան կստացա Համայնքապետի մեջ բերած տվյալներն արտացոլում են նախորդ տարվա բերքահավաքի արդյունքները հացահատիկայի մշակաբույսերից ստացած բերքն այստեղ նույնպես առատ էր, որն էլ ազդեց հողի մշակման հետագա աշխատանքների վրա։ Եթե տարիներ շարունակ այստեղ ցանքատարածությունները չէին գերազանցում 60 հեկտարի սահմանը, ապա այս տարվա բերքի տակ փարուխցիներն իրականացրել են 72 հեկտար աշնանացան։ Դա սակայն համայնքապատկան վարելահողերի հազիվ 30%-ն է կազմում։ Համայնքի ղեկավարը ցավով է նշում. գյուղում հողագործությամբ ընդամենը 5-ից 6 հոգի են զբաղվում։ Վերաբնակեց հողջու աստեղ 70% կազմեն ուրիշ շրջաններից կամ Հայաստանից, դրանք հիմնականում այդ գործերով չեն զբաղվում։ Սկյանաս նույնը չեն պահում։ Հա, սկյանաս նույնը չեն պահում, դպրոցն է իրանց եկամուտի աղբյուրը։ Դպրոցում այս պահեդրությամբ 5 ուսուցիչ կա։ Երիտասարդության մեծ մասն էլ պայմանագրային զինծառայողուն հնը պոստերումը էլի ախր իրանց տները կարամնի պահին։ Ափսոսանքով է խոսում, բայց նաև չի քննադատում նրանց, ովքեր եկամտի աղբյուր են փնտրում պետական կառույցներում կամ այլ ոլորտներում։ Այստեղ հողագործությունն առավել դյուրին ու եկամտաբեր է նրանց համար, ովքեր ունեն համապատասխան գյուղտեխնիկայով փորձ։ Արտյուշ Միքայելյանն այդ համոզմանն է եկել սեփական փորձով։ Տեխնիկան կա, շարքացանը կա, կոմբայնը կա, դե մաշինը կա։ Դե մնացներն ախր ջողացին վրանը կարամ չմաչանջ։ Ախր հերթականով չնամքլի հերթով ճամք հստա փանասակերում մյուս։ Եղանակների տաքանալուն պես գյուղում աշխուժ երուզեր է սկսում։ Հողի մշակները գյուղտեխնիկան են նախապատրաստում առաջիկա աշխատանքներին։ Համայնքում հիմնականում հնամաշը խորհրդային միությունից ժառանգվածն է, սակայն եղածն էլ բավարար է աշխատանքները ժամանակին իրականացնելու համար։ Դիսկաբորից փռնած, կոլտիվատորից փռնած, ամունի շենը կա, կոմբայնը կա, բեռնատար ինքնաթափ մաշինին երկու հատ կա գյուղում, լուխ կա, մնամա գործանող մարդ, մի սարակում փողտա, սարականները պիտի իրան գործը սկսանել։ Գյուղտեխնիկան սարքին պահելն իր հերթին, սակայն փարուխի հողագործների ուշադրությունն այս օրերին հիմնականում սևեռված է մկների եւ մկնանման կուրծողների վրա, առավել եւս երբ ցորենի տակ գտնվող դաշտերում մկնանման կուրծողների ակտիվացում է նկատվել։ Մենակ մկների մոմենտն է, որ մկները դեմ շատ անգլի պայքարում։ Հա, շատ է տափերկա օրինակ հենչետելի դունիմանք գորպավենի ենք դրամ 10 հոգով հենչողով։ Չնամ մին հենգյուրս հետո չնամս նորից էլ տեսնում էլ կրկնված ասֆալտը։ Փարուխում ռոքովի ցանքատարածություններ չկան, հետևաբար ստիպված են հրաժարվել գառնանացանից ու բավարարվել միայն աշնանացանով։ Հողում խոնավություն կա, որն էլ հուսադրում է գյուղացուն, կարծես թե եղանակները բարենպաստ են։ Լավ բերք պիտի ստանանք, լի։ Եթե կարկուտ ու չխանգարի մկների հետ վեճ չելի հարցերը կլուծվի ինչ որ չափով։ Գենադի Երեմյան, Բենիկ Ղարախանյան, օր։